Մենք շարունակում ենք մեր ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, շատ հետաքրքիր թեմա է մեզ բոլորի սպասում, որովհետև խոսելու ենք գեղեցիկ խոսքի, գրագետ բանավոր ու գրավոր խոսքի մասին եւ առհասարակ այն խոսքի մասին, որտեղ կա պարզություն ու անկեղծություն, ըստ իս այս աստիճանին հասնել մի փոքր բարդ է, որովհետև մեզանում կան մարդիկ, երբ հնչում է նման մի կարծիք, ինչ հետաքրքիր է այս մարդուն լսելը։ Ինչու՞։ Որովհետև անկեղծ ու գրագետ խոսքի շնորհիվ նաև ձայնն է դառնում հետաքրքիր, սա բազմիցս ապացուցված է։ Այս կարևոր թեմայի շուրջ մենք շատ հետաքրքիր հյուր ունենք, ներկայացնենք նրան, ողջունենք ու սկսենք մեր հարցազրույցը։ Խոսելու ենք մասնավորապես եթերում հնչող խոսքի մասին, իսկ այս հարցում մեզ օգնության է հասել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր, լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը։ Ողջույն։ Բարի լույս։ Անչափ շնորհակալ ենք, պարոն Գյուրջինյան, առավոտը մեզ հետ սկսելու համար։ Ուրախ եմ։ Մենք ուրախ ենք ձեզ տեսնել այստեղ եւ իսկապես մեծ պատիվ է առհասարակ խոսել լեզվից, հայոց լեզվից։ Գիտեք, եկեք սկսենք այս կետից, անկախ նրանից մենք ինչ մասնագիտության տեր ենք, խոսքի գրագետ տիրապետումը որտեղից պետք է սկսվի։ Մորից։ Շնորհակալություն։ Սկսում են ընտանիքից, հետո մանկապարտեզ, դպրոց, համալսարան եւ իրական կյանքը։ Չէ՞ որ բոլորը բարձրագույն կրթություն օրինակ չեն ստանում, բայց մարդիկ կան, որոնք ունեն լավ լեզվազգացողություն, նրանք զանազանում են ճիշտն ու սխալը, լավն ու վատը, հանձնարարելին եւ ոչ հանձնարարելին։ Գյուղերում որքան մարդիկ կան, որ խոսում են հմայվում ես։ Այո։ Դրանք այդ ներսից ունեցողներն են, այդ զգացողությունը եւ հատկությունը։ Այո, եւ ականջը, եւ հոգին, եւ միտքը այդ բոլորը միասին են հանդես գալիս, բայց այո, մարդիկ կան, որոնք պիտի ճիշտ խոսեն։ Դուք ասում եք գեղեցիկ, հետո լավ է, ավելացրիք նաեւ գրագետ։ Հեռուստահաղորդավարները, նրանք պարտավոր են հայերենի մեջ ազատորեն լող տալ։ Եվ այդպես։ Եվ լինեն լեզվի կրողը նաև։ Եվ անդադար սովորել, կատարելագործել, սեփական սխալները դուրս մղել, անհաջող տարրերը խոսքի մեջ, բառեր, արտահայտություններ եւ այլն, դա անդադար աշխատանք է։ Բայց երբ ասում ենք եթեր, շատ լայն է այնտեղ խոսքի կիրառումը։ Հաղորդավարի հետ կապված միանշանակ համամիտ եմ, որ այո, կան սկզբունքներ, կան այսպես արմատական հիմքեր, որոնցից շեղվել չի կարելի, այո, սիրելի հեռուստադիտողներ, դա այդպես է։ Բայց եթերում մենք շատ հաճախ հանդիպում ենք տարբեր նախագծեր, եւ հումորային, եւ ժամանցային, եւ սպորտային, կրթական եւ գիտական, եւ այդտեղ հատկապես երբ կազմը համալրված է դերասաններով եւ ովքեր ներկայացնում են հումորային նախագծեր, խոսքի շեղումը շատ է, եկեք չփախչենք իրականությունից եւ հատկապես դա մեծ ազդեցություն է ունենում դեռահաս սերնդի վրա, որտեղից նաեւ սկսվում է գրագետ խոսելու կարևոր դպրոցը, որ հետո մենք բոլորս պիտի վայելենք։ Ինչ կասեք եթերում տիրող բացի հաղորդավարական կազմերից նախագծերի եւ դերասանների լեզվամտածողության մասին։ Շատ լավ հիշեցրիք հումորային հաղորդումները։ Մի ժամանակ հումորային հաղորդումների ընկալումը եւ նրանց լեզվական ձևավորման մասին ունեցած պատկերացումները շատ սխալ էին եւ մարդկանց թվում էր այդ հաղորդումները պատրաստողներին, դերասաններին, որ եթե հումոր է, ուրեմն պիտի լինի անպայման գրեհկաբանություն այնտեղ, անթույլատրելի բառամթեր, արտահայտություններ, գրեհկության աստիճանի, որովհետև այդ մարդիկ մի երկու անգամ առիթ եղել է տարիներ առաջ եմ ասել, այդ մարդիկ, ասենք, չեն կարդացել կատակերգուներին, հայ եւ համաշխարհային եւ չգիտեն, թե հումորը ինչի մեջ է։ Հումորը նախ պիտի հասկանան, ոչ թե եթե գրեհիկ է, ուրեմն սա հումոր է։ Մի պահել սկսել էին բարբառը պատտեցնել իբրև հումորի արտահայտման միջոց։ Ոչ, այստեղ էլ է կրթություն պետք, որ իմանաս սա ծիծաղելի է, թե ոչ, ոչ թե
գրեհիկը բերեք անցկացնենք եւ դա է որ ավերածություն գործեց, ավեր գործեց եւ աջող սերունդը մտածեց որ եթերից հնչել է իսկ եթերից հնչող խոսքի նկատմամբ մենք այդպես վերաբերմունք ունենք եթե հնչել է ուրեմն ընդօրինակելի է իսկ դեռահասները ընդօրինակում են ամեն ինչ հիմա դուք խոսքի մեջ ես էլ եմ ասում ես են այդքան այնքան Թումանյանից սկսած այդ բանավեճը կա մենք ասում ենք եւ սա դրա մասին չէ այլ այն միջոցների որոնք անթույլատրելի են դա աշխատանք է հումոր ստեղծել այնպիսի բան ասել որ ծիծաղ առաջացնի թե չէ գրեհիկ բառ է ասում էս ինչ ասած հումորը պիտի թաքնված լինի երբեմն մտածելու առիթ դու հետո անդրադառնաս որոշ բաների եւ այլն սա աշխատանք է սա կրթություն է եւ պիտի իմանալ որ եթե քեզ տվել են եթեր իսկ այդ հաղորդումները ասենք մանկական հաղորդումներ միայն մանուկները չեն նայում մենք էլ ենք նայում եւ մանուկների համար այս բառամթերքն է ընդունելի կարող է այստեղ շեղումներ ունենան մարդիկ բնական է կենթանի խոսք է դրա մասին չէ խոսքը այլ ընդհանուր վերաբերմունքի հարգանք հերոստատիտողի նկատմամբ հարգանք այն հաստատության որը դա հերարցակում է եւ մենք գիտենք չէ անուններ չտանք այս հերոստակայանին կամ ընկերությանը մենք վստահում ենք նրա աշխատանքը գնահատում ենք որ զգում ենք վերաբերմունք կա նախապատրաստվել են իրենց խոսքի մեջ էլ զգում ես որ հսկողություն կա ներքին հսկողություն բայց բոլորը դնենք մի կողմ մարդը պիտի ունենա այդ պաշարը այո հիմա դուք երբ խոսում եք դուք չեք կաշկանդվում դուք զորով բարեր չեք փնտրում ովքեր են վթարներով խոսում ովքեր 24 ժամից մի 10 րոպե հանած խոսում են վայրի վերո լեզվով հետո ուզում են եթերում լավ հայերեն չի կարող այդպես լինել բոլորս էլ ունենք խոսակցական հայերեն մեր ընկերների հետ այլ կերպ ենք խոսում խնջույքների ժամանակ այլ կերպ խոհանոցում ուրիշ կերպ բայց հանրության ուղված խոսքը պիտի լինի այդ հանրության նկատմամբ հարգանքով լցված իսկ հարգանքը լեզվի նկատմամբ հարգանքն է ժողովրդական տարրերը ես լիովին ընդունում եմ լիովին շեղումները բնական եմ համարում որ մարդը կարող է բանավոր խոսքում սկսի այսպես վերջացնի այլ կերպ եւ դա բնական է միտք է ընդհատվեց թելը կտրվեց եւ այլն բայց երբ զարուրելի բաներ են ասում մեկը պիտի ասեմ սովորաբար չեմ կրկնում այդ հիմարությունները ասենք մեկը ասում մենք ձեզ դեմից ասել էինք ինչ է նշանակում դեմից ասել բարձվում է նշանակում է նախապես սկզբից հայերեն ձև է չէ դեմից բայց ժարգոն է անթույլատրելի է հիմա բերենք հումորայինի մեջ մտցնենք այն չլսած մարդիկ ինչպես ես հիմա փաստորեն տարածեցի այդ ձևը կլսեն ու կասեն բա էս էլի սրա մասին է խոսքը իսկ որտեղ է սահմանը անկախ նրանից ինչպիսի բովանդակություն ենք ստեղծում հեռուստադիտողի համար եթե այս կամ այն նախագիծը հաղորդումը ֆիլմը հայտնվում է եթերում հատկապես հեռուստաեթերում ոչ թե սթրիմինգային այլ հարթակներում որտեղ է սահմանը պահելու խոսքը լավ հարց եք տալիս ճաշակի հարց է որտեղ է այդ սահմանը դնում են ստեղծողները այո ֆիլմերում նույնիսկ հայոյանք է հնչում հատկապես դրսի ֆիլմերում մեր լեզվամշակույթում դա այդքան էլ չկա բայց լսում ենք տեսնում ենք եւ այլն արվեստի գործ է ստեղծողը պիտի մտածի անցնենք չափ անցնում ենք սահմանը խախտում ենք որտեղից հետ վերադառնանք արտահայտություն կա չէ կարմիր գծեր սրանից այն կողմ պիտի չանցնել
Իսկ դրա համար էլի աշխատանք է պետք, տեքստի, խոսքի, ինչ անել, այս բառը իր տեղում չէ, այս արտահայտությունը հարմար չէ, մենք արդյոք օգուտ կտանք, թե վնաս, մեր ստեղծագործությանը, մեր գործին, հաղորդմանը եւ այլն, սա լուրջ աշխատանք է, իսկ ոմանց թվում է, ես տեսել եմ, որ նստում են, սկսում են ավարասավարա խոսել, խոսում են ուղակի, լցնում են ժամանակը երբեմն դատարկախոսությամբ, հո այդպես չէ, նախ պիտի ասելիք լինի, հետո այդ ասելիքի լեզվական ձևավորումը, դա ընդունելի է, թե ոչ, գրավիչ է, թե ոչ, կրկնում եմ, բոլորը գիտեն, ինձ լսողները եւ կարդացողները գիտեն, որ ես թորած լեզվի կողմնակից չեմ, այն որ լսում ես եւ հոգնում ես, որ չի գրավում այդ խոսքը, չես ուզում շարունակել, ամեն ինչ ճիշտ է, բայց գրավիչ չէ, հա, ականջին հաճելի չէ, ոնց որ անդադար քաղցր ուտես, պիտի ժողովրդական խոսք էլ լինի, բառուբան լինի, թող շեղումներ էլ լինեն, բայց զգաս, որ կա վերաբերմունք, հիմա ձեր հեռուստաընկերությունը հստակ վերաբերմունք ունի լեզվի նկատմամբ, դուք էլ եք երիտասարդ, բա ինչու այդպես, տակից, գլխից, ինչ մտներովը տանցնի, զգում ես, որ մարդը երբ խոսում է, բառ է ընտրում, իսկ եթե մարդը ընտրելու այդ հնարավորությունը չունի, այսինքն պաշար չունի, ինչից ընտրի, ընտրում է իր ունեցած սահմանափակ աղքատիկ պաշարից, վերադառնանք քարոզին, քանի որ ես մանկավարժ եմ, պիտի շատ կարդալ, պիտի աշխատել, ինչու են գրքերը, այն հին հրատարակությունները չափազանց էժան են, չեն կարդում, մտածում են դե խոսք է, տրվել է ընտանիքից եւ ինքնաբերաբար, բայց այդպես չէ, եթե դու ուզում ես կայուն տեղ ունենալ, այստեղ միայն ընտրությունը չէ, հնչերանգը դուք ասացիք, ձայնի բարձրություն, կռիվ կինո անող մարդիկ կան, չէ որ խոսում են, կռվում էինք, չի, բան է խնդրում, բայց կռվում է, հա? Բայց շատ լավ բաներ են պատմում, կամ որևէ բան է խնդրում։ Դա ընդհանուր կրթվածության լեզվի իմացությունը եւ լեզվի դրսևորումը ընդհանուր կրթվածության բաղադրիչ է, ինչպես մենք հետևում ենք մեր հագուստին, փորձում ենք ժպտալ, չվիրավորել եւ այդպես շարունակ, լեզուն էլ պահանջում է իր նկատմամբ հարգանք եւ շատ լավ դրսևորում, մենք ենք տեղը։ Գիտեք, թեման շատ խորքային է, իսկապես կարող ենք շատ երկար խոսել ու բացահայտել մեր հարուստ հայոց լեզուն եւ խոսքը ու բառը, բայց մի շատ կարևոր բան հասկացանք ի վերջո, որ անկախ մեր ձեռք բերած մասնագիտությունից, անկախ այն ոլորտից, որտեղ մենք աշխատում ենք, միևնույն է կյանքում ամենայն դեպս պիտի պահենք գրագետ ու հետաքրքիր խոսքը։ Իսկ դա գալիս է, ինչպես արդեն նշեց մեր շատ սիրելի հյուրը պարոն Գյուրջինյանը, մորից, այո, ընտանիքից, քո ապրելակերպից, գիր ու գրականությանը մոտ լինելուց, սա շատ կարևոր է սիրելի հեռուստադիտողներ, որպեսզի, այո, կարողանանք հետաքրքիր եւ գրագետ խոսել։ Շատ լավ է, որ դա ասում եք դուք, երիտասարդները, թե չէ կարող եմ մտածել, ես տարիք սառել եմ եւ այնպես միայն քարոզում եմ, խրատում եմ, ոչ, շատ գովելի է։ Այդ վերաբերմունքը պիտի շարունակել, կենթանի այսօրվա հայերենը պիտի հնչեցնել ամենուր։ Եվ մեր հեռուստադիտողներն էլ այսօր գոնե ունեն այդ մեծ ընտրության հնարավորությունը ընտրելու, որ նախագիծը, որ հաղորդումը եւ որ ալիքին պետք է հետևել լավ ու բովանդակային խոսք լսելու համար, իսկ մենք հուսանք կունենանք առաջիկայում էլի հնարավորություններ ձեզ մեր տաղավարում տեսնելու, շնորհակալ ենք։ Հիմա եթերաժամը մեր գործընկերներինն է, սիրելի հեռուստադիտողներ, ծանոթանանք օրվա լրահոսին եւ վերադառնանք րոպեներ անց։